26 թվականի Adobe Illustrator-ում նաև բարելավել է eyedropper գործիքը, ինչպես նաև գրադիենտները։ Ինչ փոփոխություններ մենք կարող ենք տեսնել Adobe Illustrator-ում կապված այդ գույնային նմուշ վերցնելու եւ գրադիենտների հետ։ Առաջինը, եթե մենք վերցնում ենք eyedropper գործիքը եւ եթե մենք սեղմենք Shift-ի վրա, ապա մեր մոտ կհայտնվի այս օղակը, որը մեզ թույլ կտա համեմատել գույները եւ համապատասխան դրանից հետո արդեն այդ գույները կիրառել կամ սեղմելով eyedropper-ով ընտրել այդ գույնը։ Եթե մենք երկու անգամ սեղմենք որևէ մի գույնի վրա, ապա այս Swatches option-ում մենք կարող ենք տեսնել, որ այս ներքևում նաև ավելացվել է նրա թվային կոդը գույնի, այստեղից մենք կարող ենք անել այն copy եւ հետագայում օգտագործենք արդեն մեր աշխատանքում։ Սա կապված eyedropper-ի հետ։ Եվ եթե մենք այժմ բացենք gradient վահանակը, ապա դուք կարող եք տեսնել, որ այս վահանակում ավելացվել են գրադիենտների նմուշները, որը դուք այստեղ կարող եք թերթել եւ դիտել։ Եվ բացի դրանից վերևում մենք տեսնում ենք մենյուն, որտեղից մենք արդեն կարող ենք ընտրել կոնկրետ գրադիենտների տեսակներ։ Եթե մենք այժմ սեղմենք որևէ մի գրադիենտի վրա, ներքևում դուք կարող եք տեսնել նոր մի պատան, որը իրենց ներկայացնում է մեթոդ։ Եվ այդ մեթոդում մենք կարող ենք տեսնել ինչպես classic, այնպես էլ perceptual, այսինքն այս մեթոդը հանում է գրադիենտների մեջից այն գույները, որոնք մեր աչքերը չեն կարող տեսնել, այսինքն ավելի հարմարացնում է մեր տեսողական հնարավորությունից, որպեսզի գրադիենտները լինեն ավելի սահուն։ Այդ նույն պատուհանը դուք կարող եք գտնել նաև Control Panel վահանակում եւ այստեղից ընտրեք Classic կամ ընտրեք Perceptual։ Բացի դրանից, եթե մենք ունենք որևէ մի օբյեկտ եւ մենք այժմ սեղմում ենք gradient գործիքի վրա, ցանկանալով նրա վրա ավելացնել որևէ մի gradient, ապա այդ դեպքում դուք տեսնում եք, որ այդ gradient-ի տեսակը այժմ ոչ թե կլինի սև ու սպիտակ, այլ նա կվերցնի հիմնական գույնը եւ դրանից կսարքի gradient։ Մինչեւ այդ մենք ստանում ենք սև եւ սպիտակ gradient-ներ։ Եթե ձեր օբյեկտը չունենա գույն, ապա դուք կստանաք սևից սպիտակ gradient-ներ։ Այս gradient-ները նաեւ եթե մենք բացենք այս մենյուն, մենք այստեղից էլ կարող ենք տեսնել այդ ցանկը, որտեղից կարող ենք գտնել այդ gradient։ Ավելացնենք, որ այս նոր տիպի gradient-ը, որը աշխատում է perceptual ռեժիմում, ունի մի շարք թերություններ։ Այսինքն այն կայանում է նրանում, որ եթե դուք այս Illustrator-ի ֆայլից ստեղծեք կամ էքսպորտ անեք PDF կամ SVG օբյեկտներ, կամ հիշեք այս օբյեկտը ձեր Creative Cloud-ի գրադարանում, կամ կիրառեք որևէ մեծ օբյեկտի վրա, ապա Illustrator-ը այն կսարքի raster եւ այս sound gradient-ները կարող են լինել փոխարինված raster պիքսելներով։ Սրանք գույնի հետ կապված փոփոխություններն են Adobe Illustrator-ում, որ կատարվել են։ Բացի դրանից, այժմ Illustrator-ում, եթե մենք սեղմենք մեր home-ի վրա եւ գանք այս պատուհանը, դուք կարող եք տեսնել, որ այստեղ ավելացվել են ֆայլերի տակ նոր հնարավորություններ։ Սրանցից առաջինը ցուցադրում է մեր ֆայլերը, երկրորդը ցուցադրում է այն ֆայլերը, որոնք կիսվել էին մեր հետ, այլ մեր աշխատակիցների կողմից։ Մենք այստեղ հնարավորություն ունենք նաև ստեղծել պրոջեկտներ եւ այդ պրոջեկտները կիսել որևէ այլ մեր աշխատակցու կամ ընկերոջ հետ եւ աշխատել նրա հետ միաժամանակ այդ ֆայլերի վրա։ Բացի դրանից մենք այստեղ նաև ունենք Generation History, որը մեզ ներկայացնում է Adobe Firefly-ում մեր մոտ գեներացված նկարները, եւ եթե մենք այստեղ նույնպես սեղմենք այս ֆայլի վրա, ապա նա կներբեռնվի մեր Illustrator-ի մեջ, որտեղից մենք կարող ենք շարունակել աշխատել նրա հետ։ Եվ ներքևում մենք ունենք template-ներ, այս template-ները ներ են բեռնվում Adobe Express-ից,
մի հավելվածից, որը Adobe-ը ստեղծել է web-ի համար, որտեղ դուք կարող եք արագ ստեղծել ձեր ֆայլերը, եւ օրինակ այս template-ը մենք կարող ենք ընտրել եւ դրանից հետո սեղմելով edit-ին Adobe Express-ում բացենք այնտեղ եւ վերջնական մեր ֆայլը ներբեռնենք Illustrator-ի մեջ, ավարտելով մեր գործը Illustrator-ում։ Այս հնարավորությունները ավելացվել են Adobe Illustrator 26-ի թվի նոր տարբերակում, որոնք հեշտացնում են ֆայլերը կիսել եւ կատարել համատեղ աշխատանք մեր գոլեգաների հետ։